Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Պատերազմ երկնքում Մաս առաջին Դերեկ Պրինս Շատ շնորհակալ եմ այս ընդունելության համար, շնորհակալություն եղբայր Հեգի, իսկապես մեծ պատիվ է նորից լինել այստեղ ձեզ հետ։ Մենք միասին շատ հուզիչ ժամանակներ ենք ունեցել, կարծում եմ դուք կհամաձայնեք։ Ես մեծահոգաբար գնահատում եմ եղբայր Հեգիին որպես Աստծո մեծ մարդ։ Կարծում եմ այն, ինչ նա ասել է այստեղում այս մարդկանց մեջ հիասքանչ է։ Հարգանքով եմ վերաբերվում նրան եւ ուրախ եմ լինել այստեղ ու ծառայել ձեզ բոլորիդ։ Ուստի թույլ տվեք, որ դիմեմ առաջին տեքստին պատերազմ երկնային ոլորտներում թեմայի համար, Եփեսացիներին 6-րդ գլուխ 12-րդ խոսքը։ Որովհետև մեր պատերազմն արյան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Եթե թույլ տաք ես կկարդամ Պրինսի տարբերակը, որը մի փոքր ավելի բառացի է։ Ես սկսել եմ հունարեն սովորել 10 տարեկանից եւ եղել եմ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, ուստի մի փոքր շատ բան գիտեմ հունարենի մասին։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ ամեն ինչ գիտեն հունարենի մասին, բայց ես կասեի, որ դա սխալ է, որովհետեւ դա շատ բարդ լեզու է, երկար պատմություն ունեցող, մոտ 3000 տարվա։ Այնպես որով ասում է, որ ամեն ինչ գիտի սխալ է։ Բայց ահա Պրինսի տարբերակը, Եփեսացիներին 6-րդ գլուխ 12-րդ խոսքը, որովհետև մեր պայքարը չի մղվում արյան եւ մարմնի դեմ, իսկ կենդանի Աստվածաշունչ թարգմանությունում նշված է մեր պայքարը մարմին ունեցող անձանց դեմ չէ, ինչը լավ թարգմանություն է։ Մեր պայքարը չի մղվում մարմին ունեցող անձանց դեմ, այլ իշխանությունների, զորությունների, այս խավար թագավորների դեմ, հոգևոր չար ուժերի դեմ երկնային վայրերում։ Եվ այստեղ սկսվում է տեքստի իմ տարբերակը։ Որովհետև մենք պատերազմ չենք մղում արյան եւ մարմնի դեմ, ցավոք սրտի շատ քրիստոնյաներ սխալ են հասկացել եւ վերջակետը սխալ տեղ են դնում։ Արդյունքում հետեւյալն է ստացվում, որովհետև մենք չենք պատերազմում։ Իդեպ ես պետք է ասեմ, որ իմ դիտարկումներով մեծ մասը սխալ է հասկացել այս համարը։ Քիչ են այն քրիստոնյաները, ովքեր իսկապես պայքարի մեջ են, իսկ գիտեք թե ինչ է նշանակում պայքար։ Այն ամենաբարդ ձևն է երկու անձանց միջև ամենավճռականը։ Բռնցքամարտում կան որոշ հարվածներ, որոնք արգելված են, բայց ըմբշամարտում մարմնի բոլոր հարվածները ներգրավված են։ Եվ այսպես Պողոսը հենց այս բառն է օգտագործում։ Մենք ներգրավված ենք համատարած պայքարի կամ ըմբշամարտի մեջ հոգևոր ուժերի մարմին չունեցող անձանց դեմ, իշխանությունների ու զորությունների դեմ, կրկին կվերադառնամ այս արտահայտությանը հետագայում, այս ներկա խավար աշխարհակալների դեմ, հոգևոր էակների կամ չար ուժերի դեմ, երկնային վայրերում։ Հիմա մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, ինչպես է այդպես ստացվել, որ գոյություն ունեն հոգևոր էակներ կամ չար ուժեր երկնային վայրերում։ Առաջին հերթին պետք է նշեմ, որ Աստվածաշնչի առաջին խոսքից սկսած երկինք բառը միշտ օգտագործվում է հոգնակի թվով։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքները, հոգնակի, եւ երկիրը եզակի։ Այսպիսով գոյություն ունի ավելի քան մեկ երկինք։ Իրականում կա 3 երկինք, սա շատ հստակ նշվում է 2 Կորինթացիներին 12-րդ գլխի առաջին եւ 2-րդ խոսքերում եւ հաջորդներում։ Պետք է պարծենամ, թեև անօգուտ է, կխոսեմ Տիրոջ տեսիլքների ու հայտնությունների մասին։ Այսպիսով Պողոսը խոսում է մի մարդու մասին, ով ունեցել է շատ յուրահատուկ տեսիլք եւ հայտնություն։ Ես չեմ հավատում, որ այդ մարդը Պողոսն էր։ Ոմանք կարծում են, որ դա Պողոսն էր, ես կարծում եմ, որ դա նա չէր, բայց եկեք չվիճաբանենք այդ մասին։ Քրիստոսով մի մարդ գիտեմ, որ 14 տարի առաջ, չգիտեմ մարմնով թե առանց մարմնի Աստված գիտի մինչև 3-րդ երկինք հափշտակվեց։ Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ մարմնով թե առանց մարմնի, Աստված գիտի, որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։
So Paul is speaking about somebody, a believer who had a very wonderful experience. Այսպիսով Պողոսը խոսում է մի հավատացյալ մարդու մասին, ով ունեցել է հրաշալի փորձառություն եւ հափշտակվել է մինչեւ երրորդ երկինք։ Պողոսն ասում է, որ չգիտի արդյոք նրա մարմինը հափշտակվել էր նրա հետ, թե միայն նրա հոգին էր հափշտակվել, բայց նա երրորդ երկինք էր հափշտակվել եւ հայտնվել էր դրախտում եւ լսել էր այնպիսի խոսքեր, որոնք անհնար է ասել մարդուն։ Այն պահին, երբ ես դեռ հավատացյալ չէի, ես տրամաբանության պրոֆեսոր էի եւ դեռ հավատում եմ տրամաբանությանը, իսկ իմ տրամաբանությունը ինձ ասում է, եթե կա երրորդ երկինք, պետք է լինի առաջինը եւ երկրորդը։ Դուք չեք կարող ունենալ երրորդը առանց առաջին երկուսի եւ ես հավատում եմ, որ դա այդպես է։ Երրորդ երկնքում այս մարդը լսեց հենց Աստծուց։ Նա դրախտում էր։ Ակնհայտ է, որ դա այն բարձրագույն կետն է, որտեղ Աստված է բնակվում։ Այսպիսով երրորդ երկինքը բարձրագույն երկինքն է, եթե կարելի է այսպես ասել։ Առաջին երկինքը կարծում եմ տեսանելի երկինքն է, այն, որը մենք տեսնում ենք՝ արևը, լուսինը, աստղերը եւ այլն։ Առաջինի եւ երրորդի միջև պետք է լինի երկրորդը, եւ ես հավատում եմ, որ դա այն տարածքն է, որտեղ տեղի է ունենում պայքարը։ Ես չեմ կարծում, որ Աստծո բնակության երկնքում որևէ պայքար կա։ Երկրի վրա նման հակամարտություն չկա, բայց այն կա այս միջանկյալ երկնքում, որը երկրի եւ Աստծո աթոռի միջև է։ Իսկ ինչպես առաջացավ այս հակամարտությունը, ո՞րն է դրա սկզբնաղբյուրը։ Աստվածաշունչը մեզ որոշ բաներ ասում է, իսկ որոշ բաներ ոչ։ Սխալ է փորձել իմանալ ավելին, քան Աստվածաշունչն է ասում, բայց շատ կարևոր է պարզել այն, ինչ Աստվածաշունչը բացահայտում է։ Այնպես որ ես կանդրադառնամ Եսայի մարգարեության 14-րդ գլուխ եւ իմ թարգմանության մեջ այն հատվածը, որի վրա ես կենտրոնանալու եմ, սկսվում է 12-րդ համարից եւ վերնագրված է Լուցիֆերի կամ Արուսյակի անկումը։ Այսպիսով սրանք մարգարեական խոսքեր են, որոնք նկարագրում են մի հատուկ հրեշտակային էակի, որն ըմբոստացավ Աստծո դեմ։ Ինչպես վայր ընկար երկնքից, սա Աստծո ներկայության երկինքն է, ով առավոտյան Արուսյակ, Արշալույսի որդի, գետնին տապալվեցիր դու, որ ստորացնում է իր ազգերին։ Հիմա մենք տեսնում ենք Լուցիֆերի ապստամբության դրդապատճառը, պետք է նշել, որ Լուցիֆերի ներկայիս անունը Սատանա է։ Սատանա նշանակում է հակառակորդ, հունարեն Սատանա բառը նշանակում է զրպարտիչ։ Այսպիսով Սատանան Աստծո եւ մարդու հակառակորդն է, զրպարտիչը։ Հիշեք, սա ով զրպարտում է, կատարում է Սատանայի գործը եւ ցավոք դա երբեմն տեղի է ունենում նույնիսկ եկեղեցիներում։ Հիմա տեսնենք դրդապատճառը, որովհետեւ սա շատ կարեւոր է։ Մենք այստեղ մի բան ենք սովորում, որը չափազանց օգտակար է յուրաքանչյուրիս եւ բոլորիս համար։ Ինքդ ասում է իր քո սրտում, սա է Լուցիֆերի ապստամբության հիմքն Աստծո դեմ։ Եվ 5 անգամ այն սկսվում է ես այսպես կանեմ արտահայտությամբ։ Այսպիսով ապստամբության արմատը սեփական կամքի հակադրությունն է Աստծո կամքին։ Նա ասում է, ես երկինք կելնեմ, այսինքն նա մտադրվել էր ավելի բարձրանալ։ Ես իմ գահը կդնեմ Աստծո աստղերից էլ վեր։ Ես կնստեմ Աստվածների ժողովի լեռան վրա, հյուսիսային ծայրամասում, ես կբարձրանամ ամպերի գագաթին, ես կնմանվեմ ամենաբարձրյալին։ Բայց այնտեղ, որտեղ գրված է նման կլինեմ, եբրայերենը նույնքան լավ կարող է թարգմանվել, որպես ես հավասար կլինեմ բարձրյալին։ Այսպիսով Լուցիֆերի ապստամբության սկզբնաղբյուրն անձնական ամբիցիան եւ հպարտությունն էին։ Եվ ես կցանկանայի ընդգծել, որ սա եկեղեցու հիմնական խնդիրն է այսօր, անձնական ամբիցիան։ Ես հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս, որքան հոգևոր սպասավորներ են առաջնորդվում հոգիների փրկության հանդեպ կրքով եւ որքանն են շարժվում անձնական ամբիցիայով,
ունենալ ամենամեծ եկեղեցին, ամենաշատ հետևորդների ցուցակը, անցկացնել ամենամարդաշատ ժողովները եւ այլն։ Եվ ես կարող եմ ձեզ ասել իմ երկարամյա անձնական փորձից եւ դիտարկումներից, որ եկեղեցու շատ հատվածներ խորը ներծծված են անձնական ամբիցիայով։ Իմ անձնական կարծիքով սա է եկեղեցու ամենամեծ խնդիրը, անձնական նկրտումները ծառայության մեջ։ Եվ մենք տեսնում ենք, որ դրա արմատները գալիս են հենց Լյուցիֆերի կամ Սատանայի սրտից։ 5 անգամ նա իր կամքը հակադրեց Աստծո կամքին։ 5 անգամ նա որոշեց բարձրացնել ինքն իրեն։ Ես ունեմ ուսուցումների մի շարք հպարտության խնդրի մասին, որը կոչվում է «Վերև տանող ճանապարհը ներքևում է»։ Եթե ցանկանում ես ավելի բարձրանալ, պետք է խոնարհվես։ Սա շատ հետաքրքիր ճշմարտություն է եւ այն տարածվել է տարբեր երկրներում։ Այն թարգմանվել է գերմաներեն։ Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ ամերիկացիների արձագանքը մեծ ոգևորություն չի առաջացրել։ Ինձ ամենից շատ զարմացնում է այն փաստը, որ Գերմանիայում այն դարձել է բեսթսելեր։ Ես չեմ կարող դա բացատրել, բայց մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ իրողությանը։ Վերև տանող ճանապարհը ներքևում է։ Եթե ուզում ես բարձրանալ, պետք է խոնարհվես։ Եվ դուք տեսնում եք, որ Սատանան ներշնչել է այս անձնական ամբիցիան, այս ինքնագովազդը բոլոր նրանց սրտերում, ովքեր ընդունում են այն, եւ դա չի նշանակում, որ եկեղեցին բացառություն է։ Ընդհակառակը, եկեղեցին այն վայրն է, որտեղ Սատանան ամենաշատն է ցանկանում սերմանել այս տեսակի անձնական ամբիցիան։ Եվ ապա ասվում է, բայց մեռելների աշխարհն են իջեցրել քեզ, գուբի խորխորատները։ Սա իսկապես ճշմարտություն է, վերև տանող ճանապարհը ներքևում է։ Եթե ուզում ես բարձրանալ, պետք է խոնարհվես։ Որքան ավելի շատ խոնարհվես, այնքան ավելի վեր կբարձրանաս։ Մի թող որ Սատանան խաբի քեզ քո սրտում սերմանելով անձնական ամբիցիան, որովհետև դա էր նրա անկման պատճառը եւ դա կարող է դառնալ քո անկման պատճառը նույնպես։ Հիմա ցանկանում եմ ձեզ ներկայացնել երկնային ոլորտների բախման պատկերը եւ երկրային իրականությունը։ Սա հոգևոր պատերազմի մի օրինակ է։ Ես պատրաստվում եմ անդրադառնալ Եզեկիելի 28-րդ գլխին։ Այս գլխում ներկայացված են երկու անձիկ՝ Տիրոսի իշխանն ու Տիրոսի թագավորը։ Եվ նրանք բոլորովին տարբեր անձեր են, բայց երկուսն էլ կապված են հին աշխարհի մի շատ կարևոր քաղաքի՝ Տիրոսի ճակատագրի հետ։ Այս հայտնությունը ցույց է տալիս, որ երկրային իշխանավորների եւ երկնային իշխանությունների չար հոգևոր ղեկավարների միջև կա փոխազդեցություն։ Եվ սա ընդգծում է այն փաստը, որ իրավիճակը փոխելու համար ամենակարևոր բաներից երկնային չար իշխանությունների դեմ պայքարելն է։ Այժմ եկեք նայենք, թե ինչ է ասվում Եզեկիելի 28-րդ գլխում սկսած առաջին համարից։ Տիրոջ խոսքը ասավ ինձ ասելով. մարդու որդի, Տիրոսի իշխանին ասա, ուշադրություն դարձրեք, սա ուղղված է իշխանին։ Գլխի երկրորդ կեսը վերաբերում է թագավորին, որը բոլորովին այլ անձնավորություն է։ Որովհետև սիրտդ գոռոզացավ։ Ինչ բառ կօգտագործեիք դա նկարագրելու համար։ Հպարտություն, ճիշտ է։ Տեսնում եք, թե Աստվածաշունչը որքան հետևողականորեն է մեզ զգուշացնում հպարտության դեմ, ավելին, քան ցանկացած այլ խնդրի։ Որովհետև սիրտդ գոռոզացավ եւ ասացիր, ես մի Աստված եմ, Աստծո գահի վրա եմ նստած ծովի սրտում, բայց դու մարդ ես եւ ոչ Աստված, թեև դու քո սիրտն Աստծո սրտի տեղն ես դրել։ Այսպիսով Տիրոսի իշխանը մարդ է, ով իրեն Աստված է համարում, ինչպես շատ ուրիշներ, ովքեր պատմության ընթացքում արել են նույնը։ Շարունակենք։
Behold, you are wiser than Daniel. Ահա դու Դանիելից իմաստուն ես, ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար, քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր եւ ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում, քո մեծ իմաստությամբ քո առևտրով շատացրիր քո հարստությունը եւ սիրտդ գոռոզացավ։ What's that? Pride. Ինչ եղավ, հպարտացավ, քո ինչով հարստությամբ։ People would recognize that wealth. Քանի մարդ է գիտակցում, որ հարստությունը հաճախ դառնում է հպարտության աղբյուր։ Այս բոլոր բաները շատ կարևոր գործնական դասեր են մեզ համար։ And here is a man, a human ruler. Ահա մարդ, իշխանավոր, որը պնդում է, թե Աստված է, սա միակը չէ։ Մենք գիտենք, որ գալու է նաև Հակա Քրիստոսը, ով իրեն Աստված կհռչակի եւ նստելու է տաճարում որպես Աստված։ Այս երևույթները կրկնվել են ամբողջ պատմության ընթացքում։ That happen continually throughout history. Therefore, thus says the Lord God. Ուստի այսպես է ասում Տեր Աստված, քանի որ դու քո միտքը Աստծո մտքի նման ես համարում, դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին, ազգերի սոսկալիներին, եւ նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։ Քեզ գուբը պիտի գցեն եւ դու խոցվածի մահով պիտի մեռնես ծովի սրտում, քեզ սպանողների առաջ միթե դեռ ասելու ես ես Աստված եմ, մինչդեռ դու մարդ ես եւ ոչ Աստված քեզ խոցողների ձեռքում։ Ահա այսպես է նկարագրվում այս մարդը, շատ խելացի, շատ իմաստուն, շատ հաջողակ, հարուստ, իշխանավոր, բայց ով պնդում է, թե Աստված է։ Եվ Աստված նրա այդ պնդումը մերժում է, նրա դեմ թշնամիներ ուղարկելով, ովքեր սպանում են նրան։ Եվ Աստված հարցնում է, քեզ սպանողների առաջ միթե դեռ ասելու ես ես Աստված եմ եւ ոչ թե մարդ։ Սա առաջին նկարագրությունն է։ Հիմա անցնում ենք Եզեկիելի 28-րդ գլխի 2-րդ հատվածին, որտեղ խոսվում է բոլորովին մեկ այլ անձի՝ Տյուրոսի թագավորի մասին։ Եվ շատ պարզ է դառնում, որ նա մարդ չէ։ Այստեղ մենք տեսնում ենք մի շատ կարևոր իրողություն։ Հոգևոր ամբողջ ոլորտում կա կապ չար երկնային ուժերի եւ երկրային իշխանավորների միջև։ Նրանք ձգտում են վերահսկել մարդկանց իշխանությունը եւ օգտագործել նրանց իրենց նպատակների համար։ Եվ այս ամենը հենց հիմա էլ տեղի է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսպիսով սա ընդամենը հեռավոր պատմական պատմություն չէ անցյալից, այն այսօր էլ առնչվում է մեզ։ Now I'm going on about the king of Tyre, beginning in verse 11. Այժմ շարունակենք Տյուրոսի թագավորի մասին խոսելով սկսած 11-րդ համարից։ Տիրոջ խոսքը ասավ ինձ ասելով մարդու որդի Տյուրոսի թագավորի վրա ողբ բարձրացրու եւ ասա նրան. այսպես է ասում Տեր Աստված. դու կատարելության կնիքն էիր լի իմաստությամբ եւ կատարյալ գեղեցկությամբ։ Եդեմում Աստծո պարտեզում էիր քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնակար ու հասպիս, շափյուղակ, արկեհան, զմրուխտ եւ ոսկի գործված քեզ համար, քո թմբուկների եւ քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։ Այսպիսով մենք տեսնում ենք Արարած, որը Եդեմում Աստծո դրախտում էր, ով շրջում էր կրակե քարերի մեջ, նա մարդ չէ, բայց նա նաեւ Աստված չէ։ Այնուհետև 14-րդ համարում ասվում է դու օծված քերովբե էիր, որ ծածկում էր։ Ինչ էր ծածկում։ Ահա իմ համոզմունքը, Աստծո գահը իր թևերով։ Այսպիսով այս քերովբեն օժտված էր բացառիկ գեղեցկությամբ, բացառիկ իմաստուն էր եւ ուներ եզակի դիրք երկնքում։ Նա այն քերովբեն էր, որն իր թևերով ծածկում էր Աստծո գահը։ Այստեղ մի հետաքրքիր դիտարկում կա, դրանից հետո ինչքան հասկանում եմ Աստված երբեք մեկ քերովբե չի տեղադրել առանձին։ Նա միշտ երկու քերովբե է դրել դեմ դիմաց, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի հետեւյալը կա մեկ, ով նույնքան գեղեցիկ է, որքան ես։ 16-րդ համար։ Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց։ Հիմա առևտուրը կարող է նշանակել ինչ-որ բան վաճառելը, սակայն իմ պատկերացումն այլ է։ Ես հավատում եմ, որ Լյուցիֆերը շրջում էր եւ ձեռք էր բերում իր ենթակա հրեշտակների հավատարմությունը։
Եվ ես նրան պատկերացնում եմ այսպես, սա ամբողջովին երևակայական է։ Նա մոտենում էր որոշ հրեշտակների եւ ասում. «Գիտեք, Աստված իրականում չի գնահատում ձեզ։ Դուք այնքան գեղեցիկ եք, այնքան իմաստուն, եթե ես լինեի Աստված, ես ձեզ շատ ավելի բարձր դիրք կտայի։ Մեր միջավայրում կան արդյոք նման մարդիկ, որոնք այսպես են խոսում։ Իրականում ոչինչ նոր բան չկա»։ Շարունակենք։ Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։ Դուք տեսնում եք, որ նա արարած է, նա Աստված չէ, նա Սերովբե է կամ Քերովբե։ Նա հրեշտակային է։ Նա առանձնանում էր իր իմաստությամբ, գեղեցկությամբ եւ զորությամբ։ Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց եւ դու մեղանչեցիր, եւ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծո սարից եւ քեզ ոչնչացրի, ով պահապան Քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։ Ակնհայտ է, որ սա մարդ չէ, այնպես չէ։ Այժմ եկեք նորից անդրադառնանք նրա մոտիվացիային։ Տեսնում ենք, որ այն կրկին ու կրկին ընդգծվում է. սիրտդ գոռոզացավ։ Ինչ է դա։ Հպարտություն։ Ես չեմ կարող սա չափազանց շատ ասել։ Անկասկած հպարտությունն ամենատարածված փորձությունն է։ Այն բանը, որը մեզ ամենաշատն է վտանգում եւ կարող է տապալել, հպարտությունն է։ Եվ այն չսկսվեց երկրի վրա։ Այն սկսվեց երկնքում։ Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը, ես քեզ գետնին գցեցի։ Այժմ սա Տյուրոսի իրավիճակի պատկերն է։ Տյուրոսը անցել է պատմության գիրկը, այն այլևս գոյություն չունի։ Տյուրոսի իշխանն ապրեց եւ մահացավ որպես մարդ։ Իսկ Տյուրոսի թագավորը երբեք չի մահացել։ Նա հրեշտակային էակ է, չափազանց հպարտ, չափազանց հզոր, չափազանց իմաստուն, լի գեղեցկությամբ եւ բացարձակ ընդդիմացած Աստծուն։ Այժմ ես կկիսվեմ ձեզ հետ իմ անձնական ենթադրությամբ։ Նա ասաց. «Ես Աստծո նման կլինեմ»։ Սա էր նրա պնդումը։ Ես հավատում եմ, որ կա Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Սա պարզապես իմ տպավորությունն է։ Ես հավատում եմ, որ Հայր Աստված այնքան վեհ է, այնքան անզուգական, այնքան ամբողջովին եզակի, որ Լյուցիֆերը չէր ձգտի հավասարվել Հորը։ Սակայն կար մեկը, ով ներկայացնում էր Հորը, Որդին, եւ իմ կարծիքով Լյուցիֆերն ասաց. «Ես կարող եմ նրա նման լինել»։ Եվ հենց այդ կետից էլ սկսվեց հակամարտությունը, որը շարունակվում է մինչ օրս Լյուցիֆերի եւ նրա միջև, ով մարդկության մեջ հայտնվեց որպես նազովրեցի Հիսուս։ Եվ իրականում, երբ Հիսուսը եկավ երկիր մարդկային մարմնով, Լյուցիֆերն ասաց. «Հիմա ես կարող եմ նրան հաղթել»։ Եվ նա հետապնդեց նրան, տրամադրեց մարդկանց նրա դեմ, հասցրեց նրան մահվանը եւ ասաց. «Հիմա ես նրան հաղթեցի»։ Բայց նա սխալվեց, որովհետև երրորդ օրը Հիսուսը հաղթականորեն հարություն առավ։ Ամեն։ Բայց հակամարտությունը դեռ չի ավարտվել, քանի որ Սատանան դեռ շարունակում է պայքարել ամեն հնարավոր ձևով Աստծո նրա ծրագրերի եւ Աստծո ժողովրդի դեմ։ Ենթադրվում է, եւ ես պատրաստ եմ դա ընդունել, հիմնվելով Հայտնություն 12:4-ի վրա, որ Սատանայի հետ Աստծո դեմ ապստամբել է հրեշտակների 1/3-ը։ Հայտնություն 12-ում խոսվում է մի մեծ հրեղեն կարմիր վիշապի մասին, որը Սատանան է։ Հայտնություն 12:3-ում ասվում է մեծ հրեղեն կարմիր վիշապ։ Հիշեք, որ Սատանան վիշապ է, բայց նա նաև օձ է։ Նա կարող է ձեզ ճնշել եւ հաղթել կամ կարող է աննկատ ներս սողոսկել ամենափոքր ճեղքից։ Նա բազմաթիվ խորամանկ գործիքներ ունի։
Այնուհետև ասվում է այս վիշապի մասին. նրա պոչը երկնքի աստղերի 1/3-ը քաշեց եւ գցեց երկրի վրա։ Տարբեր մեկնաբաններ եւ ոչ միայն ես առաջարկել են, որ սա նշանակում է, որ հրեշտակների 1/3-ը հետևեց սատանային ապստամբելով Աստծո դեմ։ Այժմ ես ուզում եմ մի պահ դիտարկել երկնային էակների կառուցվածքը։ Եկեք շրջվենք Կողոսացիներին գրքի կողմը։ Թույլ տվեք նշել, որ Եփեսացիներին թուղթը վերաբերում է Քրիստոսի եկեղեցուն, իսկ Կողոսացիներին թուղթը եկեղեցու Քրիստոսին։ Եվ եթե երբևէ գործ ունենաք աղանդների մեջ ներգրաված մարդկանց հետ, նրանց պետք է տանեք դեպի Կողոսացիների գիրքը, որովհետև այն բացահայտում է Հիսուսին այնպես, որ ոչ մի գուրու, ոչ մի հոգևոր առաջնորդ չի կարող համեմատվել նրա հետ։ Կողոսացիներին առաջին գլուխ 15-րդ խոսքում ասվում է. Նա անտեսանելի Աստծո պատկերը բոլոր արարածներից առաջ ծնված։ Ուշադրություն դարձրեք, նա ստեղծված չէ, նա ծնված է Աստծո միածին որդին, նա Աստծո պատկերն է։ Նա ճշգրիտ արտացոլումն է Աստծո էության, բնության եւ տեսքի։ Դրա համար Աստված չի ուզում կուռքեր կամ պատկերներ, քանի որ նա արդեն ունի իր պատկերը եւ դա Հիսուսն է։ Այսպիսով նա անտեսանելի Աստծո պատկերը բոլոր արարածներից առաջ ծնված, նա չի ստեղծվել։ Նա ծնվել է։ Դրանից հետո ամեն բան արարվել է։ Այնուհետև նշվում է. քանզի նրանով ստեղծվեցին ամեն ինչ, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Հիմա ո՞ր գուրուն կկարողանա հավակնել այս հայտարարությանը։ Հասկանում եք, ծիծաղելի է պարզապես Հիսուսին համեմատել օկուլտիզմի որևէ ձևի, մարդկային անձի կամ զորության հետ։ Քանզի նրանով ստեղծվեցին ամեն ինչ, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, այն ինչ երևում է եւ չի երևում։ Այսպիսով գոյություն ունեն թե տեսանելի, թե անտեսանելի բաներ, եւ այնուհետեւ անտեսանելի բաները մանրամասն թվարկվում են, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները։ Այսպիսով երկնային ոլորտում կան 4 հիմնական կարգեր։ Աթոռներ ամենաբարձր մակարդակը, այնուհետև տերություններ կամ գերիշխանություններ, պետություններ կամ կառավարություններ, իշխանություններ կամ զորություններ, թույլ տվեք կրկին ասել, աթոռներ, տերություններ կամ գերիշխանություններ, պետություններ կամ կառավարություններ, իշխանություններ կամ զորություններ, սրանք պաշտոններ են, դիրքեր, ինչպես որ մենք ունենք նախագահ բառը, որը մարդուն է վերաբերում, բայց նախագահություն բառը պաշտոն է։ Այսպիսով 4 հիմնական կարգեր կան։ Գահեր, տերություններ, պետություններ, իշխանություններ։ Եկեք այժմ վերադառնանք Եփեսացիներին 6-րդ գլխի 12-րդ խոսքին, որտեղից մենք սկսեցինք։ Եվ ես ձեզ համար կկարդամ Պրինսի թարգմանության տարբերակը, որովհետև մեր պատերազմն արյան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Ուշադրություն դարձրեք, որ այստեղ նույնպես նշվում է իշխանություններն ու պետությունները։ Այսպիսով, եթե հետ գնանք Կողոսացիների գիրքը, կտեսնենք, որ ապստամբությունը սկսվել է իշխանությունների եւ զորությունների մակարդակից, մինչդեռ աթոռներն ու տերությունները երբեք չեն հեռացել Աստծուց։ Բայց մենք դեռ գործ ունենք ծայրաստիճան, հզոր, հոգևոր արարածների հետ, որոնք կոչվում են իշխանություններ կամ իշխաններ և կառավարիչներ։ Ահա թե ում դեմ ենք մենք մարտնչում, եթե մարտնչում ենք։ Ձեզանից քանիսն են հոգևոր պայքարի մեջ, կարիք չկա պատասխանել, սակայն դուք չեք կարող դա անել առանց այդ մասին գիտենալու։ Այժմ
Ես ուզում եմ անդրադառնալ Դանիելի գրքում նկարագրված մի միջադեպի, որը ցույց է տալիս, որ Աստծո երկնքի եւ երկրի միջև գոյություն ունի միջին երկինք, որը զբաղեցված է սատանայական հրեշտակների կողմից։ Եկեք անցնենք Դանիել 10-րդ գլխին, որը դաս է բարեխոսության եւ աղոթքով իշխանություն ունենալու վերաբերյալ։ Դանիելի 10-րդ գլուխ 2-րդ խոսքում ասվում է. Այն օրերին ես Դանիելը սգի մեջ էի 3 յոթնյակ օրեր։ Ինչու էր նա սգում։ Իր ժողովրդի ցավալի վիճակի պատճառով։ Ինչի համար մենք կարող ենք սուգ անել։ Մեր ժողովրդի ցավալի վիճակի համար։ Այնուհետև Դանիելը նկարագրում է, թե ինչպես ինքն իրեն զրկեց հաճելի կերակուրներից։ Ախորժելի կերակուր չկերա եւ միս ու գինի չմտավ բերանս եւ բոլորովին յուղով չոցվեցի, մինչեւ որ 3 յոթնյակ օրերը չլրացան։ Սա այն է, ինչ մենք սովորաբար անվանում ենք Դանիելի ծոմ, այն ամբողջական սով չէր, այլ այն բաների զսպում, որոնք ամենից շատն ես վայելում, ինչպես օրինակ սուրճը։ Հիմա ես դադարեցի քարոզելուց եւ սկսեցի միջամտել մարդկանց գործերի մեջ։ Թույլ տվեք ձեզ մի բան պատմել, պարզապես որպես մի կողմնակի դիտարկում։ Երբ ես փրկվեցի 1941 թվականին, եթե կարող եք պատկերացնել, այդ ժամանակ մարդիկ կային, ովքեր ապրում էին եւ քայլում այս երկրագնդի վրա։ Ես փրկվեցի բրիտանական բանակում եւ անկեղծ ասած ես բացարձակապես հոգեվոր չէի։ Ես չէի էլ պատկերացնում, որ Աստված կարող է խոսել մարդկանց հետ, բայց ես զգացի, որ ինչ որ մեկն ասում էր ինձ. ոչ մի շոկոլադ, ոչ մի շոկոլադ, ոչ մի շոկոլադ։ Եվ ես մտածեցի, սա անիմաստ է, ես սիրում եմ շոկոլադ։ Ավելի ուշ, երբ ես ծառայում էի բանակում, ինձ հանձնարարեցին ղեկավարել մեր ջոկատի ճաշարանը անապատում։ Եվ ես ամբողջությամբ վերահսկում էի այնտեղի շոկոլադը։ Սակայն երբ ամուսնացա Ռութի հետ, նա ինձ ասաց դու շոկոլադամոլ ես։ Նա ասաց ես երբեք չեմ տեսել մեկին, ով շոկոլադ ուտի այնպես, ինչպես դու ես ուտում։ Դու միանգամից կարող ես Թոբլերոն շոկոլադի ամբողջ սալիկը ուտել։ Եվ այդպես ես դարձա շոկոլադից կախված։ Բայց փառք Աստծուն ես հիմա ազատ եմ, սակայն եթե այն ժամանակ լսած լինեի Աստծո նախազգուշացումը, դա ինձ շատ տառապանքներից կփրկեր։ Ու գիտեք, հետաքրքիր մի բան կա, հիմա մենք 21-րդ դարում ենք, սակայն վերջին 50-60 տարիների ընթացքում քրիստոնեական բառապաշարից մի բան կարծես անհետացել է։ Գիտեք որն է դա։ Ինքնամերժումը։ Մինչ այդ ժամանակները գրեթե բոլոր մարդիկ քրիստոնյաներ լինեին, թե ոչ, ենթադրում էին, որ քրիստոնյան պետք է ինքնամերժում գործադրի, բայց ինչ որ կերպ այդ հասկացությունը պարզապես մոռացվել է։ Այսօր քրիստոնյաներից քչերն են անգամ մտածում ինքնամերժման մասին, բայց գիտեք ինչ ասաց Հիսուսը։ Նա ասաց, որ եթե որևէ մեկը ցանկանում է իր հետևից գնալ, առաջին քայլը որն է լինելու։ Եթե որևէ մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն։ Դանիելն էլ ինքն իրեն զրկեց հաճելի կերակուրներից, եւ 3 շաբաթ շարունակ նա հրաժարվեց ամեն ինչից, ինչը կարող էր հաճույք պատճառել իրեն։ Եվ առաջին ամսվա 24-րդ օրը ես մեծ գետի Տիգրիսի եզերքին էի, աչքերս բարձրացրի ու նայեցի, ահա մի մարդ կտավ հագած եւ մեջքին ոփազի ոսկուց գոտի կապված։ Նրա մարմինը ոսկե քարի նման էր, նրա դեմքը կայծակի տեսք ուներ, աչքերը կրակի բոցերի պես էին, նրա բազուկներն ու ոտքերը փայլուն պղնձի նման եւ նրա խոսքերի ձայնն ամբոխի աղմուկի պես էր։ Եվ միայն ես, Դանիելս էի տեսնում այս տեսիլքը, իսկ ահա այն մարդիկ, որոնք ինձ հետ էին տեսիլքը չտեսան, այլ մեծ սարսափ ընկավ նրանց վրա եւ փախան տակնվեցին։ Հիշում եմ, որ մարդիկ, ովքեր առաջնորդեցին ինձ դեպի Տերը, Սմիթ Վիլսվորդի ընկերներն էին։ Ես երբեք ուղղակի կապ չեմ ունեցել նրա հետ, բայց հիշում եմ, որ նա մի անգամ ասել էր, երբ մի կին եկել էր նրա մոտ եւ հարցրել. Միստր Վիգլսվորդ, կարծում եք ես հրեշտակ եմ տեսել, որովհետև նման մի փորձառություն եմ ունեցել։ Սմիթ Վիգլսվորդը հարցրեց. վախեցել եք, նա պատասխանեց ոչ։ Վիգլսվորդն ասաց, ուրեմն դա հրեշտակ չէր, որովհետև Աստվածաշնչում ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը տեսնում էր հրեշտակ, նա վախենում էր։ Ուստի Դանիելն էլ վախեցավ։ Եվ հիմա շարունակենք 8-րդ համարից։ Ես մենակ մնացի եւ տեսա այն մեծ տեսիլքը եւ իմ մեջ ուժ չմնաց, իմ վայելչությունն ապականության փոխվեց եւ ես այլևս ուժ չունեցա։
Եվ ես լսեցի նրա խոսքերի ձայնը, եւ երբ նրա խոսքերի ձայնը լսեցի, թմբիրի մեջ ընկա երեսիս վրա եւ երեսս գետնին էր։ Դուք ավելի ցածր իջնել չեք կարող, երբ պատրաստվում եմ ծառայության, անկախ այն բանից, թե որտեղ եմ խոսելու, ես միշտ ժամանակ եմ հատկացնում հատակին երեսով ընկած դիրքով, որովհետեւ երբ երեսդ հատակին է, այլևս ցածր իջնելու տեղ չկա։ Դրանից հետո միայն մեկ ուղղությամբ կարող է շարժվել վեր։ Եթե երբևէ չանեմ, դա միշտ վախենում եմ, որ հետևանքները ցույց կտան դրա բացակայությունը։ Հետո 10-րդ համարում կարդում ենք. Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ եւ ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ Եվ այդ երկնային այցելուն ասաց. Ով Դանիել, սիրելի մարդ, ինչու էր նա մեծապես սիրված։ Ես ձեզ կասեմ, թե ինչու եմ կարծում այդպես, քանի որ նա այնքան մտահոգված էր իր ժողովրդի վիճակով, որ ծոմ պահեց ու աղոթք արեց նրանց համար։ Հասկացիր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, եւ կանգնիր տեղումդ, որովհետեւ հիմա քեզ մոտ եմ ուղարկվել։ Ես չէի ավարտել այն, ինչ ասում էի ծոմապահության մասին։ Նախորդ տարի ես ելույթ ունեցա Ամերիկայի բարեխոսներ համաժողովում Բիլ Բրայթի հետ, ով ծոմապահությունը ներկայացրել է շատ մարդկանց, եւ հետաքրքրությունից դրդված ես հաշվարկեցի, թե որքան ժամանակ եմ իմ քրիստոնեական կյանքում ծոմ պահել եւ պարզեցի, որ ընդհանուր առմամբ ավելի քան 8 տարի, բայց ոչ անոնց մեջ։ Եվ ես ոչ մի պահ դա ժամանակի կորուստ չեմ համարել։ Ես հիմա այնտեղ չէի լինի, որտեղ կամ, եթե չգործադրեի ծոմապահությունը։ Հիսուսն իր աշակերտներին ասաց, երբ ծոմ պահեք, նա չասաց եթե ծոմ պահեք, այլ ասաց երբ ծոմ պահեք։ Նա դա նույն մակարդակի վրա դրեց, ինչ ողորմություն տալն ու աղոթքն է։ 3 բան, երբ աղոթեք, երբ ողորմություն տաք եւ երբ ծոմ պահեք։ Եվ Հիսուսն ինքն օրինակ էր մեզ համար։ Նա ոչ մի ծառայություն չսկսեց, մինչև որ 40 օր ծոմ չպահեց։ Ղուկասի 4-րդ գլխում ասվում է, որ մկրտությունից հետո նա գնաց անապատ, Սուրբ Հոգով լցված։ Բայց 40 օր ծոմ պահելուց հետո ասվում է, որ նա վերադարձավ Սուրբ Հոգու զորությամբ։ Կա տարբերություն լցված լինել Սուրբ Հոգով եւ քայլել Սուրբ Հոգու զորությամբ։ Ինչևէ, վերադառնանք Դանիելի գրքի 10-րդ գլխի 12-րդ համարին։ Եվ նա ինձ ասաց. մի վախեցիր ով Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել եւ քո անձը քո Աստծո առաջ խոնարհեցրիր։ Նկատեցիք ինչ արեց Դանիելը, նա խոնարհվեց։ Ինչն է խոնարհության հակառակը։ Հպարտությունը։ Մենք կամ մեկն ենք անելու կամ մյուսը, որը կընտրեիք։ Հպարտությունը կործանարար է, իսկ խոնարհվելը դեպի հաջողություն տանող ճանապարհ։ Եվ քո անձը քո Աստծո առաջ խոնարհեցիր, քո խոսքերը լսվել են եւ ես եկել եմ քո խոսքերի պատճառով։ Դանիելն արդեն 21 օր ծոմ էր պահել, բայց նրա աղոթքի պատասխանը ուղարկվել էր հենց առաջին օրը։ Ինչու այդքան ժամանակ պահանջվեց, որ պատասխանը հասնի։ Այդ մասին պատմվում է հետևյալ խոսքում. Եվ պարսիկների թագավորության իշխանը 21 օր դիմադրեց ինձ։ Սա սովորական մարդ չէր։ Սա դիվային իշխանություն էր սատանայի կողմից սահմանված մի ոգի, որն իշխում էր Պարսկաստանի վրա։ Եվ թույլ տվեք կիսվել ձեզ հետ մի ոգևորիչ փաստով։ Ես հրավիրվել եմ Նիդերլանդներում խոսելու 1000 պարսիկ քրիստոնյաների հետ, ովքեր փախստականներ են Իրանից։ Նրանք ինձ ասացին, որ Իրանը հոգևոր պայթյունի եզրին է։ Եվ հետաքրքիրն այն է, թե ինչպես եղավ իմ հրավերը։ Մեր ներկայացուցիչը Նիդերլանդներում փորձում էր ներկայացնել ինձ այս պարսիկ հավատացյալներին, բայց նրանք սկզբում բացարձակ հետաքրքրված չէին։
Սակայն երբ նա ցույց տվեց նրանց իմ գիրքը, կերտել պատմությունը աղոթքի եւ ծոմի միջոցով, նրանց վերաբերմունքը փոխվեց։ Նա է գրել այս գիրքը, ուրեմն մենք ուզում ենք, որ նա գա։ Գիտեք, առնվազն 4 երկրներ կան, որոնց պատմությունն արմատապես ազդվել է այս գրքից։ Դա Ռուսաստանն է, Չեխոսլովակիան, Իրանը եւ մոռացա մյուս երկրի անունը։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե ցանկանում եք տեսնել ձեր ազգի փոփոխությունը, դա չի լինի առանց աղոթքի եւ ծոմապահության։ Ես այդ գիրքը գրել եմ ավելի քան 20 տարի առաջ։ Ես ամերիկացի եմ ըստ ընտրության։ Ես պատահականորեն ներգաղթեցի այս երկիր։ Շատերը չեն պատահականորեն ներգաղթում, բայց ինձ հետ այդպես պատահեց։ Քանի որ ես Կանադայից հասա Ամերիկայի սահման իմ դանիացի կնոջ եւ իմ փոքրիկ սևամորթ աֆրիկացի դստեր հետ, եւ նրանք հարցրին. Ինչի համար եք գալիս Ամերիկա։ Եվ ես ասացի այցելելու համար։ Ես հրավերք ունեի Աստծո ասամբլեա եկեղեցու հովվի կողմից։ Նրանք էլ հարցրեցին, որքան ժամանակ կպահանջվի ձեր այցելության համար։ Ես էլ ասացի, դե մոտավորապես 6 ամիս։ Նրանք ասացին, դա շատ երկար ժամանակ է այցելության համար։ Դե ես սովորել եմ նման մարդկանց հետ չվիճաբանել եւ ես ասացի, միգուցե դուք կարող եք մեզ օգնել։ Եվ դուք դժվար հավատաք, բայց նա ասաց, մուտք գործեք Մինեապոլիս եւ մենք ձեզ կօգնենք ներգաղթել։ Ես հավանաբար միականձն եմ, ով Միացյալ Նահանգները ներգաղթել լրիվ պատահական կերպով, եւ ես շնորհակալ եմ Աստծուն այս երկրի համար։ Ամերիկայի քրիստոնյաները ծայրաստիճան բարի են եղել իմ հանդեպ։ Ես պարտք ունեմ եւ կարծում եմ պարտքս հատուցելու միջոցը եղավ այդ գիրքը գրելը, քանի որ այն ամերիկյան պատմությունից ի ցույց է դնում այս երկրի ծննդյան եւ ծագման գործում ունեցած ծոմապահության եւ աղոթքի յուրահատուկ արդյունքը։ Այն նաեւ նկարագրում է իմ անձնական պատմության օրինակները Մերձավոր Արևելքում եւ այլ, որտեղ պատմությունը կերտվել է աղոթքի եւ ծոմապահության միջոցով։ Եվ եթե ուզում եք տեսնել Ամերիկայի վերադարձը դեպի Աստված, դա չի լինի առանց աղոթքի եւ ծոմապահության, դուք պետք է ձեզ հարց տաք, իմ ազգի բարօրությունը որքանով է ինձ համար կարևոր։ Ես խորապես երախտապարտ եմ Ամերիկայի քրիստոնյաներին, նրանք ինձ ընդունել են, հոգացել իմ կարիքները, աջակցել ինձ, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի վճարեմ իմ պարտքը։ Բայց ես գիտեմ, որ նրանց հանդեպ իմ լավագույն ծառայությունը կլինի ասել նրանց ճշմարտությունը աղոթքի եւ ծոմապահության մասին։ Մի մոռացեք, որ Միացյալ Նահանգների հիմնադիրներն ուխտագնացներն էին, պիլիգրիմները։ Բրիտանական տեսանկյունից նրանք արտաքսյալներ էին։ Նկատի ունեմ, որ նրանք նավարկեցին դեպի արևմուտք եւ անհետացան անգլիական պատմությունից։ Երբ ես եկա այստեղ, ինձ հրավիրեցին խոսելու Մասաչուսեթսի Պլիմութ քաղաքում պիլիգրիմների մասին, որոնց մասին ես ոչինչ չգիտեի եւ պետք է ուսումնասիրեի։ Նրանք կրոնական հալածանքների պատճառով փախչում են Հոլանդիա։ Այնուհետև իրենց ողջ կազմով, տղամարդկանցով, կանանցով եւ երեխաներով Հոլանդիայի Լեյդեն բնակավայրում աղոթքի եւ ծոմապահության օր են հայտարարում, հիմնվելով Եզրասի 8-րդ գլխի 21-րդ խոսքի վրա։ Ծոմապահություն քարոզեցի մեր Աստծո առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք։ Եվ այդպես նրանք Նիդերլանդներից եկան Պլիմութ, հետո ուղևորվեցին դեպի Նոր Անգլիա։ Այս երկիրը կամ գոնե այս երկրի մի մասը բառացիորեն ծնվել է աղոթքից եւ ծոմապահությունից եւ հիմնվել Աստվածաշնչի վրա։ Այնպես որ չափազանց հիմարություն է Աստվածաշնչից վերադառնալ մարդկային փիլիսոփայության։ Եվ ես ասում եմ սա որպես մեկը, ով եղել է փիլիսոփա, ես ոչ մի հարգանք չունեմ մարդկային փիլիսոփայության հանդեպ, դա ժամանակի զուր կորուստ է։ Եվ ես դա ասում եմ ոչ թե որովհետև անհաջող եմ եղել, այլ հենց այն պատճառով, որ հաջողության եմ հասել։ Ես նույնիսկ գրել եմ դիսերտացիա Քեմբրիջի Քինգս քոլեջի համար այս վերնագրով՝ Պլատոնի սահմանումների մեթոդի էվոլյուցիան։ Կարող եք հավատալ։ Եվ ես ընտրվեցի որպես հետազոտող գիտնական, այնպես որ ես չեմ խոսում ձախողումից ելնելով։ Ես իրականում հաջողվեցի այդ ոլորտում, բայց երբ հանդիպեցի Տիրոջը, այս ամենն ինձ համար դարձավ ամբողջովին անիմաստ։ Հիմա եկեք վերադառնանք Դանիելի գրքի 10-13-րդ խոսքին։ Եվ Պարսիկների թագավորության իշխանը 21 օր դիմադրեց ինձ։ Սա բավականին լուրջ առճակատում է եղել, հոգևոր առճակատում երկնային ոլորտում։
Աստծո հրեշտակը դուրս էր եկել Դանիելի աղոթքին պատասխանելու և սատանայի հրեշտակը, որը գտնվում էր երկրորդ երկնքում, դիմադրում էր նրան։ Այնպես որ մի թերագնահատեք սատանայի զորությունը, այնուհետև ասվում է. «Եվ ահա Միքայելը, առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու, և ես մնացի այնտեղ Պարսից թագավորների մոտ»։ Եթե կարդաք Դանիելի 12:1, այնտեղ ասվում է. «Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ քո ժողովրդի որդիների կողքին է եղել»։ Ովքեր են քո ժողովրդի որդիները։ Ինչու է սա ուղղված Դանիելին։ Ասացեք ինձ։ Ովքեր են նրա ժողովրդի որդիները։ Հրեաները, ճիշտ է։ Դա գուցե այսօր այնքան էլ տարածված բառ չէ, բայց այն այստեղ է, հրեաները։ Նրանք են Դանիելի ժողովրդի որդիները։ Եվ երբ դուք տեսնում եք Դանիելին Սուրբ գրքում, գիտեք, որ հրեաները պատմության կենտրոնում են, քանի որ նա կանգնում է այն ժողովրդի համար, որի համար Աստված նրան պատասխանատու է դարձրել։ Եվ ապա տեքստը շարունակում է. «Եվ ես մնացի այնտեղ Պարսից թագավորների մոտ, այսպիսով մի հրեշտակ չէր կարող միայնակ հաղթահարել, պահանջվեց երկուսը, այս հրեշտակը և Միքայելը։ Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ինչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է։ Եվ երբ նա այս խոսքերն ասաց ինձ, ես երեսս դեպի գետինը հակեցի և համր մնացի։ Եվ ահա մարդու որդիների նման մեկը դիպավ շրթունքներից, ես բերանս բացեցի, խոսեցի և ասացի իմ առջև կանգնածին. ով Տեր իմ, այս տեսիլքի պատճառով ինձ պատել են ցավերը և ես այլևս ուժ չունեմ, իմ տիրոջ այս ծառան ինչպես պիտի կարողանա խոսել իմ տիրոջ հետ, քանի որ այժմվանից իմ մեջ ուժ չկա և իմ մեջ շունչ չմնաց։ Այսպիսով Դանիելն անցավ մի շատ ուժեղ հոգևոր փորձառության միջով, բայց ոչ բոլոր հոգևոր փորձառություններն են հաճելի։ Եթե ձեր ցանկությունը միայն վայելքն է, ապա դուք կարող եք բաց թողնել շատ կարևոր բաներ։ Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ և ինձ զորացրեց և ասաց. «Մի վախեցիր, ով սիրելի մարդ»։ Ես սիրում եմ սա, ով սիրելի մարդ, սա ուղերձ էր Դանիելի համար, խաղաղություն քեզ, զորացիր, քաջարսիրտ եղիր։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող Տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես»։ 20-րդ համար, և նա ասաց. «Գիտես, թե ինչու եկա քեզ մոտ։ Հիմա հետ պիտի դառնամ պարսիկների իշխանի հետ պատերազմելու»։ Այսպիսով պատերազմն ավարտված չէր։ Նա կարողացավ անցնել, բայց վերադառնալիս ստիպված էր նորից առերեսվել միջին երկնքում գտնվող սատանայական հրեշտակի, Պարսկաստանի իշխանի հետ։ Եվ երբ ես գնամ, հույների իշխանը պիտի գա, Հունաստանի իշխանը ոչ թե մարդ է, այլ ևս մեկ սատանայական հրեշտակ։ Այսպիսով մենք տեսնում ենք երկու երկիր, Պարսկաստանը և Հունաստանը, որոնցից յուրաքանչյուրն ուներ սատանայական հրեշտակ, որը վերահսկում էր դրանք սատանայի ծրագիրը իրագործելու համար։ Ինչու էին նրանք այդքան կարևոր Աստծո և սատանայի համար, որովհետև հենց այդտեղ էր որոշվում Իսրայելի ճակատագիրը։ Այժմ նա շարունակում է. «Չկա մեկը, որ ինձ զորակցի սրանց դեմ, բացի քո իշխան Միքայելից»։ Նա խոսում է հրեայի հետ, Միքայել, քո իշխանը։ Այսպիսով սա շատ պարզ նկարագրություն է հրեշտակների միջև պայքարի մասին։ Աստծո հրեշտակների և սատանայի հրեշտակների միջև, բայց ոչ երկրի վրա, այլ երկնքում։ Տեսնում եք, որքան իրական է սա։ Շատ լավ, շարունակենք։ Մարերի Դարեհ թագավորի առաջին տարում ես կանգնեցի նրան ուժեղացնելու և օգնելու։ Դարեհը մի կառավարիչ էր, որը բարձրացվել էր Աստծո կողմից Իսրայելին օրհնելու համար։ Կարող եք տեսնել, թե Իսրայելն ինչպես է կենտրոնական դեր զբաղեցնում այս թեմայի մեջ։ Այսպիսով տեսնում եք, որ Դարեհի ազդեցության պատճառով Իսրայելի նկատմամբ նա ստացավ Աստծո հրեշտակների աջակցությունը։
Սա բացահայտում է բոլորովին այլ իրականություն, քան այն, ինչին սովոր ենք։ Նախաձեռնությունը սկսվեց Դանիելից, դա շատ կարևոր է հիշել։ Նախաձեռնությունը երկնքից չէր, այլ երկրից։ Դանիելը սկսեց աղոթել եւ ծոմ պահել եւ դա շարժման մեջ դրեց երկինքը։ Աստված ուղարկեց հրեշտակ պատասխանելով, բայց հրեշտակը բախվեց երկնքում գտնվող սատանայական հրեշտակի Պարսկաստանի իշխանի հետ։ Եվ այդ պատասխանը հասցնելու համար պահանջվեց 21 օր եւ Միքայելը ստիպված էր միջամտել։ Տեսնում եք, երբ մենք խոսում ենք առճակատման մասին, դա պարզապես խաղ չէ, դա լուրջ գործ է։ Եթե որևէ բան ուզում եմ թողնել ձեզ, ապա դա կլինի այս իրականությունը։ Սատանայի իշխանությունը կոտրելու համար մեր ազգի վրա ավելի շատ ջանք կպահանջվի, քան մենք այժմ անում ենք։ Եթե նա կարողանա կործանել Ամերիկան, նա դա կանի։ Եվ ես պետք է ասեմ, հուսով եմ, սիրով կասեմ, ամերիկացի քրիստոնյաների մեծամասնությունը իրականության հետ կապ չունի։ Նրանք խաղում են իրենց փոքրիկ կրոնական խաղերը, հաճելի ժամանակ են անցկացնում եկեղեցում եւ չեն գիտակցում, որ հոգեվոր ոլորտում մահացու պայքար է տեղի ունենում։ Եվ երկրի վրա եկեղեցին ունի վճռական դեր կատարելու։ Մեր պայքարը մարդկանց դեմ չէ, այլ իշխանությունների, պետությունների դեմ, այս մութ աշխարհի տիրակալների դեմ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սա մեկօրյա ծառայություն չէ։ Սա մի բան չէ, որը սովորեցնում են կիրակնօրյա դպրոցներում։ Սա համբերություն, նվիրվածություն եւ ամբողջական հանձնառություն է պահանջում։ Մենք պետք է դուրս գանք մեր անձնասիրությունից, եսակենտրոնությունից, վայելքների հանդեպ մեր սիրուց եւ ասենք, ավելի կարեւոր բան կա, քան իմ փոքրիկ անձնական հետաքրքրությունները։ Աստված ունի նպատակ եւ ես պատրաստ եմ կատարել այն։ Շատ բարի։ Մենք արդեն խոսեցինք այդ մասին։ Եկեք վերադառնանք Եփեսացիներին 6-րդ գլխին, հույս ունեմ, որ կարողացա ցույց տալ, թե ինչ իրական պայքար է տեղի ունենում երկնքում եւ որ մեզնից է կախված դրա հաջողությունը։ Հասկացաք։ Ասեք այո կամ ոչ։ Հուսով եմ, որ այո։ Որովհետեւ եթե չեք հասկացել, ապա ես զուր եմ ծախսել իմ ժամանակը։ Հիմա թույլ տվեք նշել մի բան, որը մեկ այլ քարոզիչ վերջերս նշեց ինձ համար։ Եթե դուք կարդաք Եփեսացիների ուղերձը, այնտեղ ամեն մի հայտարարություն հոգնակի թվով է։ Չկա ոչ մի հայտարարություն, որը վերաբերում է միայն մեկ անհատի, բոլորն ուղղված են եկեղեցուն, հավատացյալներին, ձեզ։ Այս ամբողջ նկարագիրը տեղ չի տալիս միայնակ գործող մարդու համար։ Միայնակ գործող հերոսին այստեղ տեղ չկա։ Սա պետք է լինի Աստծո ժողովրդի հավաքական գործողությունը, հակառակ դեպքում այն չի գործելու։ Ուրեմն եկեք նորից վերադառնանք Եփեսացիներին 6-րդ գլխին, շարունակելով 13-րդ համարից։ Դրա համար Աստծո սպառազինությունը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով հաստատուն կանգնել։ Այսպիսով Պողոսի պատկերը վերցված է հռոմեական լեգիոներ զինվորից, որը կրում էր ամբողջական սպառազինություն, որը կոչվում էր պանոպլիա, ամբողջական զրահ կամ ամբողջական սպառազինություն, եւ նա տալիս է դրան հոգեվոր կիրառություն։ Բարի, մենք Եփեսացիների 6:13-ում ենք։ Դրա համար, հիմա դուք լսել եք հայտնի արտահայտությունը, երբ տեսնում եք դրա համար կամ հետևաբար բառն Աստվածաշնչում, ուզում եք հասկանալ, թե հետևաբար ինչի համար է այն այնտեղ։ Եվ 13-րդ համարն այնտեղ 12-րդ համարի պատճառով է։ Քանի որ մենք ներգրաված ենք կյանքի եւ մահվան պայքարում սատանայական ուժերի դեմ երկնքում, վերցրեք Աստծո ամբողջ սպառազինությունը եւ թույլ տվեք ասեմ, սա ամենակարևոր բաներից է նրանց համար, ովքեր զբաղվում են հոգեվոր պատերազմով։ Մի մտեք այդ պայքարի մեջ անզեն։ Պողոսը թվարկում է սպառազինության 6 միջոց եւ առաջին 5-ը ինքնապաշտպանության համար են կամ պաշտպանական սպառազինություն են։ Ես կցանկանայի դրանք արագ վերանայել եւ ուզում եմ, որ դուք ստուգեք, որքանով եք պատշաճ զինված։
Դիտարկենք 14-րդ համարը. Արդ հաստատուն կանգնեք ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած, առաջին միջոցը գոտին է։ Դուք կարիք ունեք հասկանալ, որ այն ժամանակներում հիմնականում թե տղամարդիկ, թե կանայք երկար զգեստներ էին կրում, որոնք իջնում էին ծնկներից ներքև։ Դուք հաճախ կգտնեք հետևյալ արտահայտությունն Աստվածաշնչում՝ գոտեպնդիր քո մեջքը, որովհետև ցանկացած ակտիվ բան անելու համար առաջին հերթին պետք էր զգեստի երկար հատվածը վեր բարձրացնել, որպեսզի ազատ տեղաշարժվեիք։ Այսպիսով դուք նախ գոտի էիք կապում, ապա վերև էիք քաշում ձեր զգեստի երկար հատվածը և ամրացնում այն գոտու մեջ, դրանից հետո դուք պատրաստ էիք գործելու, մինչ այդ դուք չէիք կարողանա մտնել գործողության մեջ, քանի որ ձեր երկար զգեստը ձեզ կխանգարեր։ Արդ հաստատուն կանգնեք ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած։ Կարծում եմ սա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ սա նշանակում է լինել անաչառորեն ազնիվ ինքներս մեզ հետ, այլ մարդկանց հետ։ Հովիվը խոսում էր իմ առաջին կնոջ Լիդիայի մասին, և նա այդպիսի մարդ էր, ով ամեն բան ասում էր այնպես, ինչպես կա։ Մի մարդ մի անգամ հարցրեց նրան, ինչպես են ձեր երեխաները, նա պատասխանեց, դուք իսկապես ուզում եք իմանալ։ Մարդն ասաց, այո։ Լավ, դե նստեք, ես ձեզ կպատմեմ, և նա սկսեց հերթով պատմել բոլոր 8 երեխաների մասին, առանց թաքցնելու ճշմարտությունը։ Այսինքն նա լուրջ էր վերաբերում իր խոսքերին, չէր օգտագործում դատարկ խոսքեր, չէր ասում կրոնական արտահայտություններ։ Դրանք մեծ խոչընդոտ են, եթե ցանկանում ես լինել իսկապես նվիրված քրիստոնյա։ Դու չես կարող թաքնվել կրոնական լեզվի հետևում։ Պետք է անկեղծ լինես, պետք է ասես ամեն բան այնպես, ինչպես կա։ Երբ ես 1960-ականներին ներգրավվեցի այդ սերնդին ծառայելու մեջ, մարդիկ ասում էին պատմիր ամեն բան այնպես, ինչպես կա, և ես ինքս ինձ ասացի, ինչ ավելի լավ բան կարող ենք անել, քան հենց դա։ Ասենք ճշմարտությունը առանց ձևականությունների, առանց ավելորդ գեղեցկացնելու։ Եվ ես փառք եմ տալիս Աստծուն, որ ես տեսա հարյուրավոր երիտասարդների արմատապես փոխված։ Գիտեք, թե ինչու փոխվեցին, որովհետև նրանք արմատական էին։ Ես ինքս արմատական էի 1 սերունդ առաջ, բայց այն ժամանակ հիպիներ չկային, և ես չգիտեի ինչպիսին պետք է լինել։ Ես պատմում եմ այս պատմությունը, որովհետև երբեմն մարդիկ ասում են, որ ես չափազանց քննադատող եմ։ Բայց այն ժամանակ, երբ դեռ Իթոնում և Քեմբրիջում էի սովորում, ինձ թվում էր, թե եթե ճիշտ մշակված համակարգ ունենաս, հնարավոր է գումար աշխատել ռուլետկայով։ Ես ու իմ ընկերները կարծում էինք, որ մենք գտել ենք այդ համակարգը, և այսպես ես գնում էի Մոնտե Կարլո կամ Կանն խաղալու ռուլետկա։ Աստծո շնորհքով ես գրեթե ոչինչ չէի կորցնում։ Հետագայում ես իմացա, որ հենց այն մարդը, ով հնարել էր այս համակարգը, որի անունն էր Լաբուշեր, մահացել էր աղքատության մեջ։ Բայց ինչ եմ ուզում ասել, երբ ապրում էի Մոնտե Կարլոյում կամ Կաննում տաք եղանակին, ես քայլում էի սանդալներով, ինչը բնական էր։ Բայց ինձ համար անսովոր էր այն, որ ես ներկում էի իմ ոտքի եղունգները կարմիր։ Ես հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս, ինչու էի ես դա անում։ Իրականում չգիտեմ, բայց կարծում եմ, որ դա ինչ-որ տեսակ բողոք էր։ Դուք տեսել եք, թե ինչու է մի աղջիկ իր մազերը կապույտ ներկում։ Ինչն է նրան դրդում դա անել։ Ես չեմ քննադատում։ Եթե ես իմ եղունգները կարմիր եմ ներկել, ապա նա էլ իրավունք ունի ներկելու իր մազերը կապույտ։ Բայց ինքս ինձ հարց եմ տալիս, ինչն էր դրդում երիտասարդներին այդպես վարվել։ Եվ կարծում եմ, որ դա անխոս բողոք է այն մասին, որ ինչ-որ բան կեղծ է։ Եվ գիտեք ինչ են նրանք մտածում եկեղեցու մասին, շատերը կարծում են, որ մենք կեղծավոր ենք։ Եվ գիտեք, նրանք հաճախ ճիշտ են։ Ես հավատում եմ, որ այս սերնդի երիտասարդներն ունեն խոր հոգևոր քաղց հասնելու իրականին։ Բայց նրանց մտքով անգամ չի անցնում գնալ եկեղեցի իրականը գտնելու համար։ Այս թեմայով ավելի մանրամասն կխոսեմ կիրակի երեկոյան, եթե Աստված կամենա և մենք ողջ մնանք։ Բայց այս պահին մենք խոսում ենք ճշմարտության գոտու մասին, այլ կերպ ասած, ասեք ամեն բան այնպես, ինչպես կա։
մի օգտագործեք կրոնական պիտակներ, մի օգտագործեք քաղցր լեզու, եղեք իմ առաջին կնոջ նման։ Իմ երկրորդ կինը նույնպես ասում էր ճշմարտությունը։ Ես երբեք ամուսնացած չեմ եղել կեղծավոր կնոջ հետ, ես երբեք ամուսնացած չեմ եղել մեկի հետ, ով դեր խաղար։ Նրանք իրական էին, այնինչ կային դա էին իրենց բոլոր թերություններով եւ սխալներով, եւ ես հավատում եմ, որ հենց սա է նշանակում գոտեպնդվել ճշմարտությամբ։ Մենք պետք է ձերբազատվենք կրոնական ճոխ լեզվից, կրոնական պիտակներից։ Երբ ես առաջին անգամ դարձա հոգեկալստական հովիվ, այն ժամանակ հոգեկալստականների կարգախոսն էր մենք ամեն բան ունենք։ Մենք փրկված ենք, ջրով մկրտված Սուրբ Հոգով, խոսում ենք լեզուներով, բայց հետո ես կարդացի Ջոն Ուեսլիի օրագրերը եւ ինքս ինձ հարցրի. եթե մենք ամեն բան ունենք, ապա ինչ ուներ Ջոն Ուեսլին, որովհետեւ նա ուներ ավելի շատ բան, քան մենք։ Տեսնում եք, մենք ունեինք լեզուները, մենք խոսում էինք այլ լեզուներով, բայց ինչքան հեռու է դա մեզ տանում։ Այն կարող է պարզապես մեզ վերածել կրոնական տարօրինակ մարդկանց, ովքեր ամեն կիրակի հավաքվում են այլ տարօրինակների հետ։ Ես դա չեմ ասում չարամտորեն։ Ես պարզապես փորձում եմ ձեզ կանգնեցնել իրականության առջև։ Ես փառք եմ տալիս Աստծուն, որ հիմա ես այնպիսի եկեղեցու անդամ եմ Հյուսիսային Կարոլինայում, որտեղ իսկապես ճշմարտությունն ասում են այնպես, ինչպես կա, եւ դա ինձ շատ է դուր գալիս։ Սովորաբար ես եկեղեցի գնում եմ պարտավորությունից ելնելով, բայց այժմ ես իսկապես վայելում եմ այն։ Ես իրական բան եմ ուզում, ես չգիտեմ, թե դեռ քանի տարի եմ ապրելու, միայն Աստված գիտի, բայց ես չեմ ուզում ժամանակս վատնել։ Ինձ համար ժամանակը թանկ է, իմ ուժը թանկ է։ Ես ուզում եմ այն օգտագործել ճիշտ բաների համար։ Ես պատրաստ եմ զոհողություններ անել։ Գիտեք, ես պատրաստվում եմ նշելու իմ 85-րդ տարեդարձը Աստծո օգնությամբ, եթե Աստված կամենա եւ մենք ապրենք։ Ես վերադառնալու եմ Բենինից, որտեղ պետք է քարոզեմ։ Գիտեք, թե որտեղ է Բենինը։ Ոչ, չգիտեք, ես էլ չէի իմանում, բայց այն Նիգերիայի հարևան երկրում է։ Այնտեղ ֆրանսախոս աֆրիկացիների համաժողով է լինելու, եւ ինձ համար դա մարտահրավեր է։ Ես ուզում եմ, որ իմ ուսուցումը թարգմանվի ֆրանսերեն։ Ես ուզում եմ հասնել ֆրանսախոս աշխարհին։ Գիտեք, 500 միլիոն մարդ խոսում է ֆրանսերեն, բայց ավետարանը հիմնականում նրանց չի հասել։ Ֆրանսիան հոգևորապես ամայի երկիր է։ Այնպես որ ինչու եմ սա ասում, որովհետև ես ուզում եմ դեն նետել այս կրոնական երկար հանդերձները։ Ես ուզում եմ դրանք կապել ճշմարտության գոտուն եւ ասել ամեն բան այնպես, ինչպես կա։ Ամեն։ Շարունակենք Եփեսացիներին 6-րդ գլխի 14-րդ համարը։ Եվ հագեք արդարության զրահը։ Այժմ զրահը ո՞ր մասն է պաշտպանում։ Այն մարմնի վերևի հատվածն է ամենից առաջ, եւ դա սիրտն է, ճիշտ է։ Ուրեմն պաշտպանեք ձեր սիրտն այն արդարությամբ, որը գործերով չէ, այլ հավատքով Հիսուս Քրիստոսից ստացած արդարություն։ Եվ դա փոխակերպող արդարություն է։ Այն փոխում է ձեզ, այն ձեզ բերում է ներդաշնակության Աստծո հետ։ Այն պարզապես կանոնների հավաքածու չէ, այլ փոփոխություն է ձեր սրտում, որը փոխում է ձեր ողջ մտածելակերպը, ձեր խոսքերն ու արարքները։ Քանիսդ գիտեք, որ դա հնարավոր է ձեր սեփական փորձից։ Եթե ձեր կյանքում նման փոփոխություն չի եղել, ապա դուք իսկապես պետք է ինքներդ ձեզ հարց տաք. արդյոք իսկական քրիստոնյա եք։ Ես չեմ ցանկանում լինել խիստ, բայց դուք կարող եք անդամակցել եկեղեցուն եւ նույնը մնալ։ Կարող եք աղոթք ասել եւ նույնը մնալ։ Կարող եք որոշման քարտ ստորագրել եւ նույնը մնալ։ Բայց դուք չեք կարող Հիսուսին հանդիպել եւ նույնը մնալ։ Ուրեմն, դուք հագել եք արդարության զրահը, ձեր սիրտը պաշտպանված է, փոխված մարդ եք դուք,
Շարունակենք, մեզ շատ ժամանակ չի մնացել։ Verse 15, your feet Հաջորդ 15-րդ համարը ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած խաղաղության ավետարանը կարոզելու համար։ Հռոմեական լեգիոներ զինվորներն ամուր սանդալներ էին կրում, որոնք կապվում էին ոտքի սրունքի հատվածում։ Դրա շնորհիվ նրանք կարող էին երկար ճանապարհներ անցնել ստիպողական քայլարշավների ժամանակ։ Ուրեմն ձեր ոտքերը պատած լինեն խաղաղության ավետարանի պատրաստությամբ։ Ինձ համար դա նշանակում է լինել հասանելի, պատրաստ լինել ցանկացած վայրում, ցանկացած պահի Աստծո կամքի համաձայն։ Սա նշանակում է չունենալ անփոփոխելի խիստ ծրագրեր, այլ լինել ճկուն։ Բացի այդ, սա խաղաղության ավետարանն է։ Դուք գնում եք սուպերմարկետ գնումներ կատարելու, բայց դուք կրում եք խաղաղության ավետարանի կոշիկները։ Ու հանդիպում եք թանկագին հոգու, որը խոր վշտի ու տառապանքի մեջ է։ Եվ ինչ եք անում։ Դուք խաղաղություն եք փոխանցում։ Տեսնում եք, խոսքը ոչ այնքան այն մասին է, թե ինչ եք ասում, այլ այն, թե ով եք դուք եւ ինչ ունեք տալու։ Մարդիկ հուսահատորեն խաղաղություն են փնտրում։ Նրանք երազում են դրա մասին, բայց չգիտեն, թե որտեղ գտնել։ Երբ դուք հանդիպում եք նրանց համար այնքան էլ կարևոր չէ ձեր վարդապետությունը։ Նրանք ուզում են իմանալ դուք դա ունեք, որովհետև եթե դուք դա ունեք, ապա կարող եք փոխանցել, եւ սա նշանակում է լինել ճկուն։ Դուք գնումներ եք կատարում, զբաղված եք, տարբեր ապրանքներ պետք է գնել, բայց հանդիպում եք մի թանկ հոգու, ով արցունքների եզրին է, եւ դուք պետք է կանգ առնեք, խոսեք նրա հետ եւ խաղաղություն փոխանցեք։ Սա նշանակում է կրել խաղաղության ավետարանի կոշիկները։ Շարունակենք, եւ այդ բոլորի վրա հավատի վահանն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Հունարենում վահան բառը կապված է դռան իմաստով մեկ այլ բառի հետ, որովհետև հռոմեական լեգիոներ զինվորն ուներ երկար ձվաձև վահան, որը նեղ էր, բայց իր պաշտպանությունն ապահովող։ Պատրաստված զինվորը կարող էր այնպես թաքնվել վահանի հետևում, որ իր մարմնի ոչ մի մաս խոցելի չմնար։ Սա պահանջում էր մարզվածություն եւ լավ վիճակում լինել։ Սատանան ձեզ վրա նետեր է արձակելու, որոնք բոցավառ նետեր են։ Ոչ միայն սովորական նետեր, այլ բոցավառ։ Ձեր վահանն է, որը դրանք կանգնեցնելու է։ Դուք պետք է սովորեք ինչպես խոնարհվել, ինչպես թաքնվել, ինչպես թողնել, որ ձեր կյանքի ոչ մի մաս բաց չմնա։ Սա ունի հոգևոր կիրառություն։ Դուք պետք է հասնեք այն կետին, որտեղ ձեր կյանքի ոչ մի մաս բաց չմնա, որտեղ դուք ամբողջովին պաշտպանված կլինեք։ Ես օրերս ինչ-որ մեկին ասացի, վահանը չի պաշտպանում մեր ճոխությունները։ Այն պաշտպանում է մեր կենսական մասը։ Ես ոչինչ չունեմ ինքներս մեզ փոքր-ինչ երես տալու դեմ, բայց վահանն այդ ամենը չի պաշտպանի։ Վահանը պաշտպանում է ձեզ որպես մարդ։ Շարունակենք։ Առեք նաև փրկության սաղավարտը։ Ինչն է պաշտպանում սաղավարտը։ Միտքը, ճիշտ է։ Եվ կարելի է ասել, որ մեր կյանքի ողջ ընթացքում ամենամեծ հոգևոր մարտերը մեր մտքում են տեղի ունենում։ Ճիշտ է։ Այդ իսկ պատճառով մենք պետք է պաշտպանենք մեր միտքը։ Երբ ես փրկվեցի եւ դարձա հովիվ, ես երկար ժամանակ խորը պայքար էի ունենում դեպրեսիայի դեմ։ Եվ հետագայում ես հայտնաբերեցի, որ այն գալիս էր իմ հորից։ Դա ժառանգաբար փոխանցված մի բան էր։ Չեմ ուզում այդ թեման շատ խորացնել, բայց հետո հասկացա, որ Աստված ինձ համար արդեն պաշտպանություն էր ապահովել։ Նախ ես ազատվեցի այդ ոգուց, դևից։ Ես հոգեգալստական լավ քարոզիչ էի, բայց ազատվեցի դևից։ Աստված այն անվանեց ծանրության ոգի։ Հետո մտածեցի, իսկ հիմա ինչպես մնամ ազատ։ Պատասխանը պարզ էր, պետք է պաշտպանեմ իմ միտքը։ Ես հաճախ էի թույլ տալիս բացասական մտքեր, ներս էի թողնում այնպիսի մտորումներ, որոնք ինձ չէին շինում։ Այսպես ես հասկացա, որ ինձ սաղավարտ էր պետք։
Եվ գտա այն այստեղ, փրկության սաղավարտը։ Այնուհետև ասացի ինքս ինձ, ես փրկված եմ, գիտեմ, որ փրկված եմ, սա արդյոք նշանակում է, որ ես արդեն ունեմ սաղավարտը։ Հետո մտածեցի ոչ, քանի որ Պողոսը գրում էր քրիստոնյաներին, ովքեր արդեն փրկված էին, բայց նրանց ասում էր առեք նաև փրկության սաղավարտը։ Այսպիսով հարց առաջացավ, ինչ է փրկության սաղավարտը։ Այստեղ գալիս է մի կարևոր կետ, որը ձեզանից լրացուցիչ արժեք չի պահանջում, բայց իրապես անգին է։ Իմ Աստվածաշունչն ուներ խաչաձև հղումներ եւ ինձ ուղղորդեց դեպի առաջին Թեսաղոնիկեցիների 5:8-ը։ Իսկ մենք ցերեկվանը լինելով արթուն լինենք հավատի ու սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը հագած։ Եվ այդ խոսքը բոցավառեց իմ ներսը։ Ես հասկացա, որ իմ խնդիրը հոռետեսությունն էր, իսկ իմ պաշտպանությունը հույսը։ Ես պետք է իմ մեջ մշտապես շրջանառեմ սուրբգրային լավատեսություն, այնուհետև ես անցա շարունակական պայքարի մեջ, որովհետև սատանան փորձում էր վերադարձնել ընկճվածությունը եւ ամեն անգամ, երբ նա դա անում էր, ես պետք է շեշտակիորեն հարվածեի նրան սուրբ գրքի խոսքով։ Ինձ անհրաժեշտ էր մի խոսք, որը կկարողանար պատասխանել ցանկացած բացասական մտքին, ցանկացած անհանգստությանը, որը հակառակ էր ինձ։ Եվ այն խոսքը, որն ինձ ամենից շատ օգնեց, Հռոմեացիներին 8-րդ գլխի 28-րդ խոսքն էր։ Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով։ Այսպիսով ես ինքս ինձ հարցնում եի, սիրում եմ Աստծուն։ Այո, կանչված եմ նրա կողմից, այո։ Ուրեմն ինչ էլ որ տեղի ունենա գործում է ինձ բարիք բերելու համար։ Կարող եք հավատալ դրան։ Սա շատ կարևոր է։ Վերջին 2 տարիների ընթացքում ես անցել եմ հսկայական անձնական ճգնաժամի միջով, կապված կնոջս մահվան հետ, եւ ես չէի կարողանա հաղթահարել այն, եթե չհավատայի։ Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում, հարցն այն չէ, արդյոք Աստված գործում է բարու համար, այլ արդյոք ես քայլում եմ նրա նպատակի մեջ։ Եվ ես ասում եի, այո, ես հավատում եմ, որ անում եմ այն, ինչ Աստված ինձ կանչել է անելու, ես հավատում եմ, որ իմ կոչման մեջ եմ։ Ես այդ նեղություններից հաճույք չեմ ստանում, դրանք ցավալի են, բայց այնուամենայնիվ ինձ համար դրանք բարիք են գործում, որովհետև Աստված ամեն բան գործում է դեպի բարին։ Եթե դուք կարողանաք դրան հավատալ, այլևս երբեք չեք ընկճվի։ Սա ձեզ կօգնի շատ ժամանակ խնայել հոգեբույժների դիմելու հարցում, ես վստահ եմ դրանում։ Ուշադրություն դարձրել եք, որ դեպրեսիան այսօր շատ ավելի տարածված է դարձել։ Մարդիկ այսօր խոսում են դեպրեսիայի մասին այնպիսի ձևով, ինչպիսին երբեք չէի լսել իմ մանկության տարիներին։ Մարդիկ նույնիսկ հոսպիտալացվում են դեպրեսիայի պատճառով։ Մենք պետք է պաշտպանություն ունենանք։ Այն սաղավարտն է։ Շարունակենք։ Որտեղ էի ես։ Առեք նաև փրկության սաղավարտը եւ հոգու սուրը, որն Աստծո խոսքն է։ Հիմա շատ տարածված է նշել, որ այստեղ օգտագործված խոսք բառը ռեմա, այսինքն բանավոր խոսքը։ Այսպիսով հոգու սուրն Աստվածաշունչը չէ ձեր գրապահարանին կամ նույնիսկ ձեր մահճակալի կողքին։ Հոգու սուրն Աստծո խոսքն է, երբ դուք վերցնում եւ մեջբերում եք այն ընդդեմ սատանայի։ Եվ դա հենց այն է, ինչ արեց Հիսուսը։ 3 անգամ, երբ սատանան նրան փորձեց, նա պատասխանեց. գրված է, գրված է, գրված է։ Եվ սատանան պատասխան չունի, երբ դուք մեջբերում եք Աստծո գրված խոսքը։ Նա նահանջում է։ Այսպիսով սա է հոգու սուրը։ Բոլոր նախորդները բացի վերջինից իրականում պաշտպանության միջոցներ են։ Միայն սրով է, որ դուք անցնում եք հարձակման ոլորտ։ Բայց նույնիսկ այդ դեպքում ձեր սուրը հասնում է միայն այնքան, որքան ձեր ձեռքը կարող է այն հասցնել։ Դեռևս ոչինչ չունեք, որպեսզի հասնեք ավելի հեռու։ Եվ այնտեղ ընդամենը 6 զենք կա, երբ Աստվածաշնչում ունեք 6 լավ բան, կարող եք վստահ լինել, որ կա նաև 7-րդը։ Ո՞րն է 7-րդը։ Այն գտնվում է 18-րդ խոսքում։ Ամեն ժամ աղոթեք եւ խնդրեք հոգով։ Ինչպես Չարլզ Ուեսլին էր անվանում, սա աղոթքի զենքը։ Եվ դա մեր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է, այն կարող է հասնել ցանկացած վայր, ցանկացած պահին զարմանալի ճշգրտությամբ։ Այսպիսով, ահա զրահի ամբողջական ցուցակը։ Թույլ տվեք նորից կարդալ այն։
ճշմարտության գոտին, արդարության զրահը, խաղաղության ավետարանի պատրաստության կոշիկները, հավատի վահանը, փրկության սաղավարտը, հոգու սուրը, հարատև աղոթքը, սա վերջնական զենքն է, աղոթքը։ Հիմա ես ուզում եմ բերել մեկ պարզ օրինակ Գործք առաքելոցից, Գործք առաքելոց 4-րդ գլուխ։ Առաքյալներին արգելել էին կրոնական և քաղաքացիական իշխանությունների կողմից երբևէ կրկին ուսուցանել կամ քարոզել Հիսուսի անունով։ Տեսնում եք, որքան խորամանկ էին նրանք, որովհետև փրկություն չկա որևէ այլ անվան մեջ բացի Հիսուսի անունից։ Եթե դուք չեք կարող օգտագործել Հիսուսի անունը, ապա դուք չեք կարող առաջարկել փրկություն, ավետարանն իմաստ չունի առանց այդ անվան։ Եվ նրանք արգելված էին իշխանությունների կողմից, կրոնական և քաղաքական իշխանությունների կողմից այլևս երբևէ չքարոզել Հիսուսի անունով։ Ինչ արեցին նրանք։ Սա նշված է Գործք 4:23-ում։ Եվ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան։ Լավ է ունենալ ձեր սեփական ընկերներին, այնպես չէ։ Մի եղեք միայնակ մարտնչող։ Ու պատմեցին, թե քահանայապետներն ու ծերերն ինչեր ասեցին իրենց։ Նրանք այս լսելով միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին։ Սա է աղոթքի զենքը։ Դա այն է, երբ Աստծո ողջ ժողովուրդը միասին աղոթում է միաբանությամբ, եւ դա փոխեց ամբողջ իրավիճակը։ Ճանապարհը բացվեց նրանց համար, որպեսզի շարունակեն քարոզել ավետարանը, բայց սա եկեղեցու զարգացման կարևորագույն ճգնաժամերից մեկն էր։ Եթե նրանք այդ ժամանակ հաղթանակ չտանեին, եկեղեցին այլևս առաջ չէր գնա, եթե նրանք ազատ չլինեին Հիսուսի անունը օգտագործելու։ Այսպիսով, ահա թե ինչպես է եկեղեցին հաղթահարում սատանայից եկող ռազմավարական ընդդիմությունը։ Երբ կա փակ դուռ, երբ կա փակված ազգ, երբ կա փակված խումբ, ինչպես կարող ենք հաղթահարել դա։ Աղոթքի զենքով։ Եվ ես հավատում եմ, որ այսօր Ամերիկայում հենց սա է մեզ անհրաժեշտ։ Աղոթքի զենքը։ Հիմա ես ուզում եմ ձեզ ներկայացնել գագաթնակետը, հաղթանակի պատկերը։ Հայտնություն 12-րդ գլուխ 10-րդ խոսքում գրված է. Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. այժմ եղավ մեր Աստծո փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշեր ու զօր մեր Աստծո առաջ չարախոսում էր նրանց մասին։ Ո՞վ է եղբայրների մեղադրողը, ինչու է նա մեղադրում մեզ։ Ինչ է նա ուզում, որ մենք զգանք։ Մեկ բառ, մեղավորություն, ճիշտ է։ Մենք պետք է սովորենք, թե ինչպես հաղթահարել մեղքի դատապարտությունը։ Եվ նրանք հաղթեցին նրանք երկրի վրա եղած հավատացյալները հաղթեցին սատանային գառան արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ մահ։ Ինչպես ենք մենք հաղթում նրան, երբ մենք վկայում ենք այն, ինչ Աստծո խոսքն ասում է Հիսուսի արյան մասին, թե ինչ է այն անում մեզ համար։ Կարող եմ կրկնել դա։ Մենք անձամբ վկայում ենք այն, ինչ Աստծո խոսքն ասում է Հիսուսի արյան մասին։ Եվ դուք պետք է իմանաք, թե ինչ է Աստծո խոսքն ասում։ Դուք պետք է վկայեք։ Այն ուժ ունի միայն այն ժամանակ, երբ այն դուրս է գալիս ձեր բերանից։ Դուք կարող եք ողջ կյանքում հավատալ դրան, բայց դա չի ազդի, մինչև որ դուք այն չխոսեք։ Նրանք երկրի վրա եղած հավատացյալները հաղթեցին նրանց սատանային գառան արյամբ եւ իրենց վկայության խոսքով։ Ուշադրություն դարձրեք Զատկի օրինակին, պատմությունն ասում է, որ նրանք պետք է մորթեին գառը եւ նրա արյունը հավաքեին տարայի մեջ։ Այդ արյունը պաշտպանություն էր ապահովում, բայց այն չէր պաշտպանում որևէ մեկին, քանի դեռ այն չէր կիրառվել իրենց բնակության վայրի վրա։ Նրանք պետք է արյունը փոխանցեին տնից դուրս դռան սյուների վրա։ Ինչպես էին նրանք անում դա, ինչով էին նրանք այն կիրառում։ Նրանք օգտագործում էին մի խոտաբույս, որն ամենուրեք աճում է Մերձավոր Արևելքում, կոչվում է զոպա։ Նրանք թրջում էին զոպան արյան մեջ։
Հարվածում այն դռան վերին և կողմնային մասերին և այդպես էին պաշտպանվում։ Հիմա այս օրինակը մեզ համար հետևյալն է. արյունը տարայի մեջ է, Հիսուսն արդեն հեղել է իր արյունը, բայց արյունը տարայի մեջ ձեզ չի պաշտպանում, դուք պետք է այն հասցնեք այնտեղ, որտեղ ապրում եք։ Ինչպես եք այն հասցնում այնտեղ, ինչն է զոպան, ձեր վկայության խոսքը, երբ դուք անձամբ վկայում եք այն, ինչ Աստծո խոսքն ասում է Հիսուսի արյան մասին, դուք ցողում եք այդ արյունն այնտեղ, որտեղ այն կպաշտպանի ձեզ։ Ամեն։ Հիմա ես ուզում եմ ձեզ առաջնորդել հռչակման մեջ, որը մեր քարտի վրա է, կարծում եմ արժե ոտքի կանգնել միջ այն կասենք։ Դուք զարմանալիորեն համբերատար եք և կանգնելը հաղթանակի վերաբերմունք է։ Ես կասեմ այն հռչակումը, որն ասում եմ օրական մի քանի անգամ։ Ես վերցնում եմ զոպան և ցողում, որտեղ էլ որ լինեմ։ Ես այն կասեմ մեկ անգամ, ապա բոլորս միասին կասենք։ Այսպիսով սա է ավարտը, ահա թե ինչ եմ ես ասում։ Իմ մարմինն Աստծո տաճարն է։ Շատ բարի, հիմա նորից կասենք։ Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար։ Փրկված, մաքրված և սրբված Հիսուսի արյամբ։ Սատանան ոչ մի տեղ չունի ինձանում, ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի չլուծված պահանջ չունի իմ դեմ, ամեն ինչ կարգավորվել է Հիսուսի արյամբ։ Ես հաղթում եմ սատանային, գառան արյունով և իմ վկայության խոսքով, բայց սա դեռ վերջը չէ, սպասեք։ Եվ չեմ սիրում իմ կյանքը մինչև մահ։ Կրկնեք դա։ Ինչպես կարելի է դա արտահայտել մեկ բառով։ Ինքնազոհողությունը լավ տարբերակ է, բայց ես կասեի նվիրվածություն։ Եվ տեսեք, չնվիրված քրիստոնյաները կարող են որքան ուզեն խոսել Հիսուսի արյան մասին, բայց դա ոչինչ չի անի։ Դուք պետք է նվիրված լինեք, դուք պետք է պատրաստ լինեք ձեր կյանքը զոհելու։ Որքանով եք պատրաստ։ Օրերս ես քարոզում էի այս մասին և ասացի մի բան, որն ինձ համար էլ անսպասելի էր, բայց պատրաստ եմ կրկնել։ Սա իմ անձնական վկայությունն է։ Ինձ համար ավելի կարևոր է կատարել Աստծո կամքը, քան ողջ մնալը։ Ես չեմ խնդրում, որ դուք ասեք դա, բայց սա է նվիրվածությունը։ Սատանան ամենևին էլ չի վախենում չնվիրված քրիստոնյաներից։ Մենք կարող ենք շարունակել մեր կրոնական գործունեությունները, երգերը, միջոցառումները, բայց միայն այն ժամանակ, երբ հասնում ենք այն կետին, որ չենք սիրում մեր կյանքը մինչև մահ, մեր վկայությունն ունենում է գերբնական զորություն։ Ամեն, կրկնեք ևս մեկ անգամ, ապա դուք ազատ եք, ես պետք է ասեմ, որ դուք ձեզ հրաշալի պահեցիք։ Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար։ Փրկված, մաքրված և սրբացված Հիսուսի արյամբ։ Իմ անդամները, իմ մարմնի մասերը, արդարության գործիքներ են, նվիրված Աստծուն, նրա ծառայության և փառքի համար։ Սատանան ոչ մի տեղ չունի ինձանում, ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի չլուծված պահանջ չունի իմ դեմ, ամեն ինչ կարգավորվել է Հիսուսի արյամբ։ Ես հաղթում եմ սատանային, գառան արյունով և իմ վկայության խոսքով, և ես չեմ սիրում իմ կյանքը մինչև մահ։ Իմ մարմինը Տիրոջ համար է և Տերը իմ մարմնի։ Ամեն, Աստված օրհնի ձեզ։